նույն այդ էպոսներում եւ բանահյուսական պատումներում ունենք հայ աղջկա կերպար։ Հենց այդպես աղջիկ բառը նշանակում է հայ աղջիկ։ Հենց վերցնեն այդ բառը մի քիչ աղջատեն աղջիկ։ Դրա մասին երգեր կան, չգիտեմ, տարբեր եւ այլն, բայց բոլորում իմաստը հետեւյալն է, որ հայ աղջկան պետք է փախցնել, իսլամացնել ու դարձնել հարեմի իր կանանցից մեկը։ Այսինքն դա ոչ թե ուղակի, չգիտեմ, հայ աղջիկը որպես ինչ-որ, այլ բառը ցենց գրված է հայ աղջիկ, արի փողի կրոնը դարձի մուսուլման եւ այլն եւ այլն։ Երգեր կան այդպիսի եւ այլն։ Այսինքն հիմա սա մտածողություն է։ Եվ այդ մտածողությունը այսօր էլ 21-րդ դարի թուրք տղայի մոտ, երբ որ տեսնի հայ աղջկա, ավտոմատ այդ մտածողությունը պիտի միանա։ Հիմա դա լավ է, վատ է, դա այլ բան է, բայց որ դա այդպես է, հիմա կարող մի քիչ ասածս բան թվա, բայց մեզ մոտ է կա, չէ, ռուս կամ սլավոնական արտաքինով, երբ որ հայ տղան աղջիկ է տեսնում, անմիջապես ինչ-որ ակտիվացումներ են նրա մոտ տեղի ունենում, չէ։ Հիմա նույն մի քիչ այլ ձևով չի ասում ռուս աղջկան արի դարձի հայ առաքելակա եկեց հետո, բայց թուրքերի պարագայում մեր մոտ կրոնն էլ է մեղմ, քան հա, թուրքերի պարագայում այդ ամենը ստերեոտիպային է, իրանց ավելի խորքային, էլի, մենք երևի փակ լինելուց մենակ ռուս կամ սլավոն ենք տեսել, մի քիչ ավելի բաց, հա, իրենց դեպքում էլ իրենց նպատակն է մտել, բայց իրենք էլ այդ քո ասած ամեն ինչն է տեսել։ Բույն աղջիկներն էլ մի քիչ սիրուն չեն եղել։ Բույն բուլղար, ռուս, ուկրաինացի։ Ստիպված հայ աղջիկ։